Մայրաթոր Սուրբ Էջմիածինն այլևս չի կարող պետության կամ համայնքների հողերը ստանալ սեփականության իրավունքով։ Կառավարությունն է որոշել տարեվերջան նիստին։ Հարցը դրվում է քվեարկության չզեկուցվող հարցերի փաթեթի մասին է խոսքը, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է։ Մայրաթորին հողամասերը կարող են տրամադրել միայն անհատույց օգտագործման իրավունքով առանց սեփականության փոխանցման։ Նոր կարգավորմամբ պետությունն է ստանձնում հողերի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ եկեղեցին կարող է դրանք գործածել միայն սահմանված նպատակներով։ Հակաեկեղեցական արշավի շրջանակում Փաշինյանի հերթական քայլն է արդեն օրենսդրական դաշտում, նշում է փաստաբանը։ Այսպիսով սահմանափակվում է Մայրաթորի հնարավորությունը համայնքային հողերի նկատմամբ։ Սա օրվա ինչ-որ քաղաքական հարցի լուծմանը չէ կարծում ուղղված, այլ շատ ավելի երկարաժամկետ հայրաքելական Սուրբ Եկեղեցուն որպես միավորի թույլատնելու, այլևս հնարավորություն չտալով նոր կամ հավերված եկեղեցիների փոխարեն եկեղեցիներ կառուցելիս այդ հողատարածքը որպես սեփականություն ունենալու։ Այս քայլով Փաշինյանը հերքում է իր այն պնդումները, թե իրենց պայքարը ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոս Գարեգին II դեմ է։ Հիմա Մայրաթորին համայնքային հողերի սեփականություն ձեռք բերելու իրավունքից զրկելը ամենայն հայոց հայրապետի, թե եկեղեցու դեմ է, հարցնում է Տեր-Մանուկ Քահանա Զեյնալյանն ու արձանագրում։ Եկեղեցուն վնասելու, եկեղեցին նվաստացնելու, ցածրացնելու, եկեղեցու հեղինակությունը հավաստարեցնելու ինչ-որ աղանդավորական կազմակերպությունների հեղինակությամբ։ Փաստաբանը նշում է, այս որոշման դեմ սահմանադրական դատարանը թույլ է տալիս դատական գործընթաց սկսել, բայց հիմա ընտրովի արդարադատության պայմաններում արդյունավետ չի լինի։ Հակոբյանը կարծում է, նման որոշման հիմքում արտաքին ներգործություն կա։ Վաղը պետությունը կարա ասի, սա իմ հողամասն է, այս եկեղեցու նկատմամբ ես կարամ իրավական գործիքներ կիրառեմ, դռներ փակեմ, բացեմ, ասեմ ով մտնի ով դուրս գա։ Այսինքն ըստ էության ուզուրպացիա գնա նաև այդ հոգևոր կառույցի, որը կլինի պետական հողի վրա, եւ դա կարող է հանգեցնել անգամ ավելի վատ իրավիճակի հայրաքելական եկեղեցու Սուրբ Եկեղեցու մասով, քան այլ կրոնական կազմակերպությունների, որոնց մասով հատուկ կարգավորում չկա, բայց որոնք հանգիստ կարող են այդ հողը գնել եւ վրան ինչ-որ բան պատրաստել, կառուցել, իսկ ազգային եկեղեցուն, երբ որ ասենք համայնքը պետք է նվիրաբերություն ուներ, այդպես չի կարող։ Նախագիծը մշակել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախագծի նպատակն ըստ գերատեսչության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումն է։ Եկեղեցու վերաբերյալ եւս մեկ որոշում է կայացրել կառավարությունը՝ վերջնական փակել շողակաթ հեռուստաընկերությունը, որի հիմնադիրը Մայրաթորն է։ Էջմիածինը նախաձեռնությունը համարում է ոչ թե ֆինանսական, այլ արժեքային հարված, հիշեցնելով, որ շողակաթը տարիներ շարունակ եղել է հանրային կրթամշակութային դաշտի անբաժան մասնիկը։ Բնականաբար սա հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում եւ այդ տրամաբանության մեջ է։ Շողակաթը ոչ միայն հոգևոր բարոյական առաքելություն ունի, ինքը մշակութային իր առաքելությամբ նաև շատ կարևոր է եւ սերունդների դաստիարակության առումով եւ նաեւ հասարակության սիրո համերաշխության մտոլորտի հաստատումով։ Զրուցակիցներս նշում են, եկեղեցու դեմ արշավը Փաշինյանը սկսել է համացանցից, հասնելով հանրային, առօրյա եւ օրենսդրական կյանք։ Սա արտաքին ներգործության արդյունք է։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։